Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղվանից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։ Նախագծի քվեարկությունը հետաձգվել էր կառավարության առաջարկները քննարկելու նպատակով։ Դրանք ներառվել են նախաբանում։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, այնուհետև օրենքն հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Ինչպես հիշում եք, կառավարությունը առաջարկում էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի։ Երկրորդ հատվածը փոքր-ինչ խմբագրվել է։ Ինչ արձագանքներ են եղել նախագծի վերաբերյալ Եվրամիության պաշտոնական շրջանակներից, հետաքրքրվեց Արմեն Գևորգյանը։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից դիրքորոշում են հայտնել, որ սպասում են օրենքի ընդունմանը, հայտնեց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Եվրամիության հետ մեկնարկել է քաղաքական եւ անվտանգության երկխոսություն, տեղի է ունեցել 2 նիստ, թվարկեց նախարարը՝ ի պատասխան падգամավորի մեկ այլ հարցի։ Անվտանգության ոլորտի հետ կապված մեր ակնկալիքները որոնք են օրենքը ընդունելուց հետո քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգություն առաջին անգամ այդ ոլորտը չկար ՍԵՊԱ-ում, հատկացված է մեծ մաս, առանձին գլուխ է այդ վերաբերյալ։ Փոխնախարարը նշեց, որպես անվտանգության ոլորտում կարևորագույն գործոն պետք է դիտարկել օրինակ Եվրամիության դիտորդների ներկայությունը։ Իսկ արդյոք այս օրենքի բացակայությունը կարող էր ազդել այս քայլերի չիրականացմանը, հարցրեց Գևորգյանը։ Հայաստանի Հանրապետությունը երբ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, ընդունեց Եվրոպական դատարանի իրավազորությունը, նախարարների կոմիտեի գործունեությունը եւ հանձնարարականները, դրանք բազմապատիկ անգամ արագացրեցին Հայաստանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը եւ պաշտպանումը։ Դա անվիճելի է, չեմ կարծում, թե որևէ մեկը սրա դեմ կառարկի։ Այս օրենքի ընդունումը եւս պետք է արագացնի, սա բարձրացնում է պատասխանատվությունը։ 2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստում ազդարարվեց գործընկերային նոր օրակարգի մշակման մասին։ Հունիսից մարտ տեղի ունեցան 15 նոր խորհրդակցություններ։ Շարունակելով թեման, կառավարության 2024 թվականի կատարողականը ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարարը։ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը գալիք 2 տարիների ընթացքում շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ, նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ամրապնդմանը եւ էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը։ Խաղաղության եվրոպական նաև գործիքի ներքո աջակցությունը դրամադրվել էր դեռ անցած տարի, ԵՄԽ-ի որոշմամբ նոր հայտ ենք ներկայացրել։ Իսկ խաղաղության խաչմերուկ ծրագիրն արտացոլում է տարածաշրջանում խաղաղության հաստատման, տարանցիկ եւ էներգետիկ ենթակառուցվածքների վերագործարկման ուղղությամբ Հայաստանի կառավարության հանձնառությունը, նշեց Հովհաննիսյանը։ Ի պատասխան հարցի, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի ունենալ ազատ վիզային ռեժիմ, փոխնախարարը պարզաբանեց. միակ ոլորտն է, որտեղ համագործակցությունը դեռ բավարար արդյունքներ չի տալիս։ Հարցի լուծումը մասամբ կարող է արագանալ նոր հյուպատոսարաններ բացելու արդյունքում։ Կուզենայի հիմա շատ այսպես ստույգ ասեի, որ կավարտենք 2 կամ 3 տարվա ընթացքում, բայց իսկապես դա ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին։ Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են կոնկրետ թվեր նշելու։ Էկոնոմիկայի նախարարությունը եվրոպական երկրների հետ գործակցում է 4 ուղղությամբ, ներկայացրեց փոխնախարար Նարեկ Հովհաննիսյանը։ Պատգամավորների հարցերը վերաբերում են արտահանումների ընթացակարգի, սերտիֆիկացման գործընթացի դյուրացմանը, ստանդարտների համապատասխանեցմանը։ Չնայած մեր կառավարության գործադրած ջանքերի, մենք 2024 թվականին 23 թվականի համեմատության արձանագրել ենք ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության 17.1% անկում։ Եթե հիմնական խնդիրները բաժանենք 2 մասի, մեկը մեզանով պայմանավորված չէր, դա աշխարհաքաղաքական, ոչ ստատիկ վիճակներ, երկրորդ մասը դա արդեն մեզանից GSP+-ն է եւ ներքին են աշխատանքները, որ մենք պիտի անենք, այդ հարցերը լուծում ենք ռազմավարական տեսանկյունից այնպես որպեսզի այլևս չունենանք նման խնդիր։ ՍԵՊԱ-ի քանի տոկոսն է ՍԵՊԱ-ով նախատեսված գործիքակազմի մեխանիզմների եւ բոլոր մնացած հնարավորությունների, որ ընձեռնում այդ բանը այսօր
իրականացվում։ Էկոնոմիկայի նախարարության մասով 60 եւ ավել տոկոս իրականացված է մեր պարտավորությունները, մոտարկումները եւ այլն, այնտեղ հիմնական բաց մասը առնվազն 4-ից 5 դիրեկտիվ սպառողների իրավունքների վերաբերող էլի ամփոփման փուլով են շուտով պետքա ուղարկենք օրենքների փոփոխություն ազգային ժողով։ Եվրոպական ինտեգրման ուղղությամբ 2024 թվականին կառավարության կատարած աշխատանքների մասին զեկույցը ևս հանձնաժողովն ընդունեց ի գիտություն։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։